Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր հաջորդ թեման՝ ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը դեկտեմբերի 8-ին 19:00-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա «Պարում է պարի պետականը» խորագիրը կրող շքեղ համերգային ծրագրով։ Անսամբլը կներկայանա սիրված եւ սպասված հին ու նոր պարային բեմադրություններով, ընդգրկելով իր պատմական անցյալի եւ ներկայի լավագույն ստեղծագործությունները։ Համերգի մասին, առհասարակ առաջիկա ծրագրերի մասին ենք խոսելու պարախմբի փորձավար Լիլիթ Ղազարյանի եւ պարախմբի արտիստ Լալա Տոնոյանի հետ։ Բարելույս աղջիկներ, շնորհակալություն առավոտյան մեզ հյուրընկալվելու համար։ Բարելույս, արդարել եք մեր տաղավարը ձեր գեղեցկությամբ, մենք եւս կադրի տայքում եւս նշեցինք, բայց կադրում եւս ցանկանում ենք ընդգծել ձեր գեղեցիկ կերպարները։ Շնորհակալ ենք։ Եկեք խոսենք հենց բուն համերգից առաջնային, խոսենք այս թեմայից։ Համերգը, ինչպես նշեցիք, տեղի կունենա դեկտեմբերի 8-ին 19:00-ին Ազգային ակադեմիական թատրոնում։ Մեր հերթական համերգներից է եւ ուզում եմ նշել, որ տոմսերը շատ արագ են սպառում եւ պետք է շտապեն մեր սիրելի հանդիսատեսը գնեն տոմսերը, որովհետեւ մեր համերգները գրեթե բոլորը sold out է լինում, վաճառվում է ամբողջ տոմսերը։ Այդպես շատ հետաքրքիր եւ թարմացված ծրագրով ենք հանդես գալու։ Դուք նշեցիք, որ հին ու նոր պարային բեմադրություններ են լինելու, մենք էլ մեր խոսքում նշեցինք, մասնավորապես կմանրամասնեք թարմացումները ինչի մասին են։ Իհարկե, այս տարի կատարել ենք ահռելի մեծ աշխատանք, մոտ 6-ից 7 նոր բեմադրված համարներ ունենք։ Օրինակ մեր վարդապետի Կոմիտասի 155-ամյակին նվիրված պարոն Կարապետյանը բեմադրեց Շուշիկի եւ Աղարշապատի երաժշտության ներքո հույս հավատ սեր պարային բեմադրությունը, այո, եւ ունենք Սյունյաց աղջիկներ, Ղայթարմա, Համշեն, տղամարդկանց պար, Հանինանինո եւ իշխանուհիներ, Շորոր պարը։ Այդ ամբողջը նոր է եւ պրեմիերա է, այսպես ասված։ Ունենք նաեւ վերականգնված երկու համար, Կապույտ երազ, Հայաստան։ Շատ մեծ աշխատանք ենք տարել այս տարի եւ շատ դժվար է այս շատ արագ զարգացող աշխարհում, սրընթաց զարգացող աշխարհում կարողանալ վերադառնալ ակունքներին եւ այո արմատներից կարճելով նոր եկող սերնդին փոխանցել այն ամբողջ մեծ ժառանգությունը, որը որ մեզ մեր վարպետներն են փոխանցել եւ այո մենք բոլորս համախմբված ենք մի նպատակի գաղափարի շուրջ, որ ներկայանանք ամենայն պատասխանատվությամբ, կարողանանք ներկայացնել այն մեծ աշխատանքը, որ կատարել ենք, քանի որ մեր հանդիսատեսը յուրահատուկ է եւ շատ պահանջկոտ է, այսպես ասած։ Եվ նշեմ, որ այս ամբողջ բեմադրությունները, որ նշեց Լալան, բեմադրել է մեր գլխավոր բալետմայստեր, գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը եւ հետագամ եւս ունի բազմաթիվ գաղափարներ, նոր բեմադրություններ, բայց փակագծերը բացել չենք ուզում, այո, հետագան արդեն երևա։ Լիլիթ, երիտասարդ սերունդը ձեզանից ավելի կրտսերներ է, որքանով են գայթակղվում այդ պարով, իրենք էլ հետաքրքրվում շարունակելու ձեր գործընկերուհին քիչ առաջ խոսեց հենց արմատներին կարդելու փոփոխվող, արագ փոփոխվող աշխարհում արմատները պահելու մասին։ Իրականում հիմա բավականին մեծացել է սերը դեպի հայկական պարը, տենդենսիա այդ զգացվում է, ամասնավորապես ավելի շատ աղջիկների կողմից, տղաների հետ կապված մի քիչ լինում են խնդիրներ, դեռ աշխատում են տղաների ուղղությամբ։ Տղաները մի քիչ ավելի քիչ են, բայց աղջիկները բավականին շատ են, իհարկե անպայման պարարվեստի ուսումնարանը ավարտած, պարարվեստի քոլեջը ավարտելուց հետո արդեն գալիս են մեզ մոտ, հիմա ունենք նոր աղջիկներ, նոր կադրեր, որոնք դեռևս պրակտիկայում են, աշխատում են, որոնցից պետք է ընտրվեն եւ համալրեն Հայաստանի պարապետական անսամբլի պարուհիների աղջիկների կազմը եւ տղաների իհարկե, տղաներ էլ ունենք նոր։ Եկեք խոսենք անսամբլի գործունեության մասին, համերգից զատ ինչ գործունեություն է սպասում, նաև բուն համերգից, ինչքան են տևել նախապատրաստական աշխատանքները, ընթացքը։ Դա մեր հիմնական եւ սովորական աշխատանքն է, այսպես ասեմ, մենք ամեն օր աշխատանքի ենք եւ ամեն օր կատարում ենք եւ դասական բարի
դասական պար, որից հետո եւ անցնում ենք փորձերին, ամեն օր իհարկե ամեն անգամ նոր բեմադրություններ է լինում, ամեն անգամ նորից աշխատում են, մաքրում են բեմադրությունները, մեր ղեկավարը, մեր դասական պարի մասնագետը, ղեկավարը Արմեն Գրիգորյանը, վաստակավոր արտիստ, բալետի սոլիստ։ Այսպես։ Հետաքրքիր է ինչ կատարումներ եք օրինակ վերջին տարիներին վերհանել, թարմացրել դրանք, նշվում է, որ բավականին մենք տասնամյակների պատմություն ունենք, ավելի երկար հարյուրամյակների երգի բարի, որոնք են, որ կրկին նոր շունչ են ստացել, օրինակ ինչ ստեղծագործություններ կան, որ նորովի են մատուցվում։ Դե ես քիչ առաջ խոսեցի այդ բարերի մասին, դա Կապույտ երազն է, Մոմերով բարը, որը եւս բեմադրել է Գագիկ Կարապետյանը, Հայաստանը եւ իհարկե մենք ունենք մեր այցեքար դարձած համարները, որոնց համար հանդիսատեսը միշտ գալիս է, դա Բերդն է, Սուսերով պարն է, Կակաչներ պարն է, Արցախ, Կինտո, այո, սիրված է մեր բարային ցանկը սիրված է, լավագույն բալետվեստրների բեմադրությունները պահպանվում են իհարկե։ Անսամբլի ինքնին այցեքարտն է մեր թերևս Հայաստանի Հանրապետությանից, հետաքրքիր է մենք բարձր կետից ենք ներկայացնում այսօր պարարվեստը եւ դրսում ինչպիսի շրջագայություններ, հրավերներ եք ունենում։ Դե մեկնեցինք այս տարի Ճապոնիա, Օսակա, այո, Էքսպոին 2025 թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցեցինք, մեծ պատվով իհարկե մասնակցեցինք, ներկայացրեցինք մեր պարերը, մեր տարազները, այդպես, եւ նաեւ շրջագայություններ ենք ունենում այո, Հայաստանի ներսում, շրջաններ ենք Քաջարան, Էջմիածին, Վանաձոր, այո, մեծ դեպլեցուն եւս դահլիճներում ենք ներկայանում, շատ ջերմ են մեզ ընդունում, հանդիսատեսը շատ սիրում է, այդպես։ Ժողովրդական ազգային կենտրոնը ամեն ինչ անում է, որ նորացնի, աշխատանքներ կատարի, դրսում մեր շրջագայությունները որպեսզի ավելի շատ լինեն եւ հույսով մյուս տարի կարծում եմ կլինեն նոր շրջագայություններ, այո, որը շատ կարևոր է, որ մեր ազգային պարը ոչ միայն մեր երկրում ներկայացնենք, նաև դրսում հավուր բաշաճի եւ մեր պետության պատիվը բարձր պահենք, ինչպես միշտ անում ենք։ Նախապատրաստական աշխատանքների մասին եկեք խոսենք, ինչքան են տևել այս համերգի նախապատրաստական աշխատանքները, պարապմունքները, քանի արտիստ է ներգրավված։ Դե մենք գրեթե ամեն ամիս ունենք համերգ եւ այդպիսի շատ ժամանակ չենք ունենում, որ նախապատրաստենք 20 օր, 15 օր, նայած ինչքան է ինտերվալը մյուս համերգից, մենք միշտ պատրաստ ենք, այսպես ասեմ, որովհետև ամեն օր ենք աշխատանքի գնում, դա պետական աշխատանք է եւ Լիլիթը ինչպես ասեց, ունենում ենք դասական պար, որից հետո անցնում ենք փորձին, մշակում ենք պարերը, մաքրում ենք, անցնում ենք նոր բեմադրություններին, այսպես աշխատանքը շատ բուրն է մեզ մոտ։ Աղջիկներ, անձամբ ձեզ համար դժվար չի ընտանիք աշխատանք, որը կոչվում է պար, եւ այսպես թարմ երիտասարդ մնալ, թեև ասում են պարը երիտասարդ է պահում մարդուն։ Հրաշալի է, որ ձեր պարը, սիրած զբաղմունքն ու աշխատանքը նույնն են։ Այո, իհարկե, շատ կարևոր է դա, որ դու քո սիրած գործով ես զբաղվում։ Փորձում ենք համատեղել եւ այո։ Եվ ստացվում է, այո, չի խանգարում եկը մյուսին։ Եթե անդրադառնանք ձեր գործընկերներին, հիմա որքանով է Հայաստանում ծաղկում ապրում ազգային երգն ու պարը։ Դուք ոլորտի ներկայացուցիչներ եք, անսամբլից դուրս, ինչպիսի տենդենս եք, միտում եք տեսնում։ Ես նշեցի, որ հիմա ես զգում եմ այդ տենդենսը եւ բավականին մեծ է, պարարվեստի նկատմամբ, ազգային երգի նկատմամբ, նույն նոր սերունդը նույն Սփյուռքը բոլորը գալիս են, հիմա շատ ֆեստիվալներ են անում Հայաստանում, Սփյուռքից ընդգրկում են այնտեղի պարախմբերին, շատ մեծ գործունեություն ծավալվում է։ Գալիս են մեզ ֆլեշմոբեր են անում, շատ գեղեցիկ ֆլեշմոբ եղավ, եթե տեղյակ եք Կասկադում ազգային պարի մի քանի ամիս առաջ։ Ծաղկունք է ապրում ամեն դեպքում։ Աշխատվում է, արվում է ամեն ինչ։ Գիտեմ Եվրոպայում, այլ երկրներում, ինչպես օրինակ Միացյալ Նահանգներում նկատում էիք այն գոնե հայաշատ Կալիֆոռնիա համայնքներում, կային պարի խմբակներ եւ հրավիրվողի բոլոր տեղերում, Եվրոպայում բոլոր երկրներում եւ քաղաքներում, որտեղ կան
հայ համայնքներ, իհարկե անպայման բոլոր տեղերը կա։ Եվ ասեմ, որ շատ Ոչ միայն։ մասնագիտորեն եւ Լավ մասնագետներ են պատասխանատվությամբ են մոտենում եւ փորձում են անգամ այդ ամենափոքրիկ դետալները կրկնօրինակել, վերցնել, սովորեցնել, պահել եւ այդ ամենով նրանք կարողանում են այդ երեխաներին մեր հողին մոտ պահել, մեր արմատներին մոտ պահել, մեր լեզուն, դե գիտեք, դրսում Դժվար է սկսում են քիչ խոսել, իսկ այդ պարախմբերում անգամ ուսուցիչները իրենց ստիպում են, որ իրենք խոսեն հայերեն։ Եվ այնտեղի ղեկավարներն էլ, պարուհիներն էլ, պարողներն էլ գալիս են այստեղ մասնագիտանալու։ Մաստեր կլասերի, վարպետաց դասերի են գալիս մեզ մոտ, մեր արտիստների մոտ։ Գեղեցիկ ներկայացում, ենք ձեզ մաղթում, Շնորհակալ ենք։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի Պարի պետական անսամբլը դեկտեմբերի 8-ին 19:00-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Պարում է Պարի պետականը խորագիրը կրող շքեղ համերգային ծրագրով։ Ինչպես նշեցին մեր հյուրերը շտապեք ձեռք բերեք տոմսեր եւ դեկտեմբերի 8-ի երեկոն ել ավելի գեղեցկացրեք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեզ հյուր գալու համար։ Շնորհակալ ենք։ լավ որ ձեզ։ Լավ որ հարգելի հեռուստադիտողներ, մենք ավարտում ենք մեր առավոտյան շարքը, բայց մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Ցտեսություն։